Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Բարև ձեզ արգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները։ Այսօր կզրուցենք Իրանում եւ Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին վերլուծաբան Փոյա Հոսեյնի հետ։ Շնորհակալ եմ, պարոն Հոսեյնի, մեր հրավերն համար։ Իրանում ինչ որ պահ տված, թե Միացյալ Նահանգներն ու Իրանը հասել են համաձայնության, առնվազն բանակցություններ տեղի կունենան, բանակցությունների ընթացքում պատերազմական գործողություններ տեղի չեն ունենա, թեպետ Միացյալ Նահանգների մասով չկար վստահություն, որովհետև նախորդ բանակցությունների երկրորդ փուլերի հենց ընթացքում Միացյալ Նահանգները հարվածել էր Իրանին, այս անգամ այնուամենայնիվ ինչ-որ ակնկալիք կար, շատերը կարծում էին պատերազմը կանգնեց, պատերազմը պարզվեց, որ չի կանգնել եւ այսօր 3 հարվածները շարունակվում էին, ինչը տեղի ունենում ձեր քննադատությամբ ձեր վերլուծությամբ խնդրեմ։ Միացյալ Նահանգները փորձում է ոչ պատերազմ, ոչ խաղաղությունի իրավիճակը այդպես բահի Իրանի շուրջ եւ դրանով փուլափուլ փորձի Իրանին թույլատնի, մինչև վերջին կարողանա հնարավորություն ունենա վերջին հարվածը տա եւ իր նպատակին հասնի։ 42 անգամ պատերազմ իրականացնեց Իրանի դեմ Իսրայելի եւ Միացյալ Նահանգները, մեկի 12 օրվա պատերազմ է, մեկը 40 օրվա, երկու պատերազմի մեջ Իրանի ուժին եւ դիմադրությունին հանդիպեցին եւ դա հիմա իրենց մեթոդավանությունները փոխում են, տակտիկայը փոխում են եւ փորձում են այդպես բանակցությունների ընթացքում, որ Իրանի ձեռքը փագե լայնազավալ պատասխան չի կարա տա, փորձեն ժամանակ առ ժամանակ ինչ որ հարվածներ հասնեն Իրանին, ավելի շատ կենտրոնացած է Իրանի հարավային մասը, փորձում են հողերը ոչնչացնեն, Իրանի հող ուժը ոչնչացնեն կամ ռազմավարական դեղերը թիրախավորեն, որովհետեւ հնարավորություն է ստեղծեն հետագայում, եթե նորից պատերազմ է ստեղծի, իրենց հնարավորություն ունենան այդ գեղձիները, Իրանի գեղձիները գրավեն այնտեղի սախոպը հիմա այս պահին դրա համար հարավի մասը ավելի շատ թիրախավորում նույն մեթոդը Իսրայելը գիրառում էր Լեբնանում Լեբնանի հարավային մասը օդ ուժով խփում էր ուժերը ոչնչացնում էր հետո հնարավորություն էր սարքում որ սամակով կարողանան մտնեն նույն բանը Միացյալ Նահանգները հիմա անում ու այդ ռազմական գործողությունները հենց այդ բանակցությունների ներքո են իրականացնում երբ որ Իրանը չի կարա ինտենսիվ պատասխան տա եթե պատերազմի մեջ լինենք Իրանը տեսել եք որ ինչպեսի պատասխան է տալիս դրանով արդեն իրենց տակտիկայը փոխել են եւ հասել են այդ տակտիկային։ Պարոն Հոսեյն, հիմա պատերազմ բանակցությունները ավարտված են, բանակցությունները չեն շարունակվի, թե այնուամենայնիվ շարունակելու հնարավորություն կա։ Այս պահին, այս փուլում չէ, որովհետեւ նորից ռազմական հանցագործություններ իրականացել 3 նորից այսօր էր երևի այսօր լուրերը տեսա որ զինվորական գասարան է որ հանգստանում էին զինվորները թիրախավորեր էր եւ մի քանի տասնյակ զինվորներ այնտեղ սպանել էին եւ նաեւ քաղաքացիական ենթակառույցները այնտեղ ոչնչացնում են էներգետիկները եւ ենթակառույցները
եւ այդ պայմաններում անհնար է բանակցությունը շարունակվի հետագայում եթե Իրանը նպատակահարմար լինի կարող է շարունակի բայց ընդհանրապես վստահություն մեկնորոշ չկա երբ ուզում են պատերազմը ստեղծում են երբ ուզում են բայնավորվածությունը մի կողմ դնում են նման թշնամի հետ անիմաստ է խոսել անիմաստ է պայմանավորվել Հիմա ինչ են ակնկալում Իրանում Միացյալ Նահանգները, որովհետև հրապարակվեց մի փաստաթուղթ, այն ավելի շատ նման էր Միացյալ Նահանգների կապիտուլյացիային։ Արդյոք Իրանում հավատում են, որ այդ տեսքով փաստաթուղթը իրական կարող է կյանքի կոչել, որտեղ Միացյալ Նահանգները փոխհատուցումներ է տալիս, իր զորքերը հետ է քաշում տարածաշրջանից, չգիտեմ, Իրանի գրեթե բոլոր պայմանները այդ փաստաթղթում կային։ դա ժամանակը ցույց տվեց դա դրանով Իրանին խափում են որպեսի ժամանակ շահեն եւ իրականացնեն Իրան պատրաստում են ավելի նորից ավելի մեծ զավալի պատերազմ ստեղծեն Իրանի դեմ, որովհետև իրենց նպատակի բուն իրենց նպատակներին չեն հասել 40 օրվա պատերազմի ժամանակ, ոչ Իրանի այդ 40 կիլոգրամից ավել ուրան հարուսացված 60% ուրանը Իրանը հանձնել է, ոչ հերթիրային զրագիր է Իրանը սահմանափակել է եւ ոչ ռեժիմը տապալվել է ոչ մի իրենց բուն նպատակ է որ այդ նպատակներով պատերազմ է ստեղծեցին իրենց չեն հասել եւ փորձում էին որ բանակցությունների ընթացքում ստանան բայց Իրանը ավելի բարձ դիրք ուներ բանակցությունների մեջ, որովհետև ոչ միայն չեն հասել բուն նպատակներին, այլ ավելացեց մի այլ խնդիր, այլ Հորմուզի նեղուցե Միացյալ Նահանգների համար, բազի չեն հասել բուն նպատակներից, Հորմուզի նեղուցել ավելացավ այդ խնդիրներին, այսինքն ոչ էլ Հորմուզի նեղուցը կարողացան բազեն եւ ակնհայտ է որ ոչ փակուղի են մտել ոչ կարան բանակցությունների ընթացքում հասնեն իրենց նպատակին Իրանին զիջումներ ստիպեն ոչ էլ պատերազմի ընթացքում եթե պատերազմը լինի Իրանը լիարժեք պատրաստ է նորից դիմադրի եւ նորից պատերազմին Բնական է որ տեղեկատվական գրողներ են տեղ ունենում եւ օրերս հրապարակվեց մի հոդված New York Times-ում, եթե չեմ սխալվում, որը վերաբերում էր Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադին։ Եվ ըստ այդ հրապարակման նա համագործակցել է Իսրայելի հատուկ ծառայությունների հետ եւ նպատակը այն էր, որ եթե իսլամական կարգը տապալվում է Իրանում Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հասնում են իրենց նպատակին, ապա Ահմադինեժադն է բերվում իշխանության։ Ձեր գնահատականները այս տեղեկությունը։ նման սցենարը Որ New York Times հեղինակավոր, այսպես թերթում է հրապարակվել դրա համար այդ հարցը տվեց։ Նման սցենարը պատերազմի սկզբում իրեն հետևում էին, բայց ոչ միայն Ահմադինեժադի համար, ոչ Ահմադինեժադի համար իրեն ուզում են Վենեսուելայի սցենարը Իրանում իրականացնեն, բայց չի ստացվեց մի քանի ռեժիմի մեջից մի քանի հոգի տեխնացու ունեն, որը ոչ մեկը իրենց հետ չի համագործակցել, կապի դուրս չի եկել եւ երբեք չի դավաճանել Ահմադինեժադի մասին էլ եթե այդ լուրերը ճիշտ լինեն, ինքը վերջին Իրանի հոգևոր առաջնորդի ուղարկավորման արարողությունում ինքը մասնակցեց եւ ոչ մի սահմանափակում չուներ, եթե նման խնդիր ուներ, ինքը հիմա Իրանի անվտանգությունի կողմից սահմանափակման մեջ էր, դες ազատ չէր կարա շարժվեր եւ մասնակցեր։ Նման անունները միշտ ներսում ինչ որ բաներ սարքելու համար էլի տեղի է ունեցել հենց
Իրանի բանակցող գլխավոր բանակցողի մասին էին նման Ղալիբաֆի բաներ, Ղալիբաֆի, Գոց Կորբուսի հրամանատարի մասին էին նման լուրերին տարածում, փորձում են այդ համախմբվածությունը, որ Իրանում կա, կասկած գցեն մարդկանց մեջ մի ուժը մյուս ուժի դեմ դնեն, որովհետեւ այդ համախմբվածությունը, քաղաքական համախմբվածությունը կոտրեն, բայց այդ փորձը ինչպես տեսնում եք Պարոն Հոսեյնի, քանի որ Հայաստանում դժվար ինչ որ մեկը ձեզ այնց լավ պատկերացնի Իրանի իշխանական համակարգը, կառավարման ձևը, պաշտոնյաների կարևորությունը, հետեւաբար ձեզ պիտի խնդրեմ մեզ բացատրեք ի վերջո Իրանը ինչպիսի վերաբերմունք ունի Թրամփի ուղուն, որովհետև մենք լսում ենք տարբեր հայտարարություններ, դեսպանի կամ արտաքին գործերի նախարարության կողմից այլ հայտարարություն, երջանկահիշատակ հոգևոր առաջնորդի խորհրդական ներկայացուցիչ Վիլայաթի կողմից այլ հայտարարություն, որ անընդունելի է Թրամփի ուղին, մենք հայաստանցիներս լավ չպատկերացնելով Իրանի կառավարման մոդելը, հիմնականում հասկանում ենք, որ իսլամական հանրապետությունը գլխավորը հոգևոր առաջնորդի խոսքն է կամ իր ներկայացուցիչների խոսք։ Հիմա հոգևոր առաջնորդի խոսք ներկայացուցիչը ասում է անընդունելի է Թրամփի ուղին մեզ համար։ Այլ իրանցի պաշտոնյաներ ասում են, եթե Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի փոխվում, ապա ոչինչ, չգիտեմ, մեզ չի խանգարում կամ ողջունում ենք։ Հիմա ո՞րն է Իրանի իրական դիրքորոշումը։ Տեսեք, Իրանում երկու թև կա, քաղաքական թև կա, մեկ է բարեփոխականներ են, մեկ է պահպանողական թև է, որը շատ մոտիկ են հոգևոր առաջնորդի եւ հեղափոխությունի բանակի թևին, բարեփոխականները դարիներ շարունակ հենց Միացյալ Նահանգների հենց Իրանի միջուկային ծրագիրի շուրջ էլ նույն դարակարծիքներ ունեցել են, օրինակ բարեփոխականները միշտ ասել են, որ պետք է բանակցել Ամերիկայի հետ, աշխարհը փոխվել է, մենք չենք կարող դիմադրենք Ամերիկային եւ Խաթամի էր, հետո Ռոհանի էր, հետո Ջավադ Զարիֆ էր, որը բանակցություններ էր վարում եւ վստահում էր, փորձում են հույս ներշնչեն Իրանի ներսում, որ կարելի է այդպես Իրանի հարցը լուծել, կարելի է սեղանի շուրջ նստել Ամերիկայի հետ խոսել եւ բանակցությունների միջոցով Իրանի շահերը պաշտպանել, այդպիսի թեզեր ունեին, մեկ էլ իրանց դեմ Իրանի պահպանողականներ էին, որ միշտ ասում էին, որ Միացյալ Նահանգները չի կարելի վստահել եւ Միացյալ Նահանգները այն երկիրը չի, որ մենք կարողանանք վստահել, իրեն օգտագործում են այդ բանակցությունները, որպեսզի մեզ թույլատնեն, մեզ չեզոքացնեն, մեզ դիրեն եւ վրայսկություն պահպանեն Իրանի վրա եւ այդ ամեն ինչը պահպանողականները ասում էին եւ զգուշացնում էին եւ ինչը որ այդ վերջերս տեսնում էին պահպանողականները ճիշտ էին Հիմա ես էի ուզում հարցը շարունակել, 25 թվականի հուլիսյան այդ պատերազմից հետո եւ մինչեւ այսօր ապացուցվեց, որ պահպանողականները ճիշտ էին, որ Միացյալ Նահանգներին վստահել չի կարելի։ Որ եթե Միացյալ Նահանգները Իրանի որևէ հարևան պետությունում մեծացնում է իր ազդեցությունը, ապա այդ ազդեցությունը գլխավորապես Իրանի դեմ է։ Հիմա այս ամեն ինչը հաշվի առնելով ներկա Իրանի պատերազմի մեջ գտնվող Իրանի վերաբերմունքը Թրիփին ինչպիսին է։ Մերժում է Թրիփը, թե համարում է, որ Ես դրա մասին խոսեցի, որ ներկայացնեմ, որ ինչպեսի դարակարծիք կա Իրանի ներսում հենց Միացյալ Նահանգների վերաբերյալ։
ու այդ դարակ գարզիկները ավելի մեղմ իհարկե ազդում է հենց թիրիփի վրա, ինչ որ դուք ասեցիք մի փաշտոնական թև է, որը Փիզիշկյանի նախագահությունի առաջնորդությունը ավելի մեղմ է վերաբերվում, բայց պահպանական թևը ավելի գոչն են վերաբերվում թիրիփի վերաբերյալ եւ անընդունելի են համարում եւ Իրանի անվտանգությունի դեմ են համարում այնտեղից է գալիս այդ դարակարծիքները բայց ամեն դեպքում սխալ վերլուծություն կա Հայաստանում, որ եթե Իրանի պաշտոնական թևը հայտարարում է, դա պիտի փաստ ընդունենք եւ դրանով շարժվենք, քաղաքություն մշակենք, բայց դա սխալ է, որովհետեւ Իրանի ներսում պահպանական թևը ամենա ուժեղ է, իհարկե բարի այդ պաշտոնական թևել, որ հիմա իշխանություն կա, իշխանությունի մեջ են, իրենք էլ ազդեցություն ունեն։ Հիմա կարող ենք Բայց- ասել, որ իրական իշխանություն կրողները Իրանում կոշտ դեմ են թրիփին, որ հասկանալու որ դա Իրանի անվտանգությանը սպառնալիք է։ Այս պատերազմից հետո դաժե այդ պաշտոնական թևի դիրքերը թրիփի վերաբերյալ ընդհանրապես Ամերիկայի Մենք այս բանը խոսում ենք Հայաստանի մասով, բայց բնականը ամերիկյան տարածաշրջանային ավելի ներկայությամբ թույլացել է, որովհետև այդ պատերազմից հետո կարգավիճակը իրավիճակները փոխվել է եւ դեր Իրանը պաշտոնական այդպեսի հայտարարություն չի արել թրիփի վերաբերյալ, բայց ինչպես այս գուլիցային խոսակցություններ գալիս է կտրուկ դեմ են եւ ասում են այդ պատերազմից հետո անհնար է մենք թույլ տանք էլ միասալ նահանգները մեր Չգիտեք ինչու եմ ես այս հարցը տալ, որովհետեւ իրանական կողմի արդարացի պահանջներն այն էին, որ Միացյալ Նահանգները տարածաշրջանից իր ներկայությունը բացառի։ Իսկն հանի իր հատկապես ռազմական ներկայությունը։ Հիմա այս ֆոնին, երբ որ կա թրիփ, որը ամերիկյան ներկայություն է, եւ որի վերաբերյալ Իրանից տարբեր տեսակետներ էին հնչում, անհասկանալի էր հայ հանրության համար, ի վերջո Իրանի տեսակետը լավ որն է։ Չնայած ես ինչու ձեզ խնդրեցի, որովհետեւ այո, ես գոնե դրան ծանոթ եմ, մասնագետները ծանոթ են, բայց հասարակության լայն շերտերը ծանոթ չեն, որ Իրանում տարբեր բան կա եւ հոգեվոր իշխանության խոսքը ավելի ծանրակշիռ է, քան քաղաքական իշխանությանը, որ պահպանողականներն այս պայն պատերազմի հանգամանքից ելնելով ել ավելի ուժեղ դիրքերում են, քան հատկապես այն պատերազմին, որ Իրանը կարծեք թե պատվով է տանում, այսինքն այնպես չի, որ Իրանը պարտվել է այս պատերազմում։ Հիմա լավ, լայնածավալ պատերազմի մասին է խոսք գնում, հայաստանցի փորձագետներ են դրա մասին նշում, բայց լայնածավալ պատերազմ առանց ցամաքային գործողությունների գրեթե անիմաստ կլինի, այսինքն ցամաքային գործողությունների մասին խոսելիս առաջինը հիշատակվում է Ադրբեջանը Իրանի հյուսիսից եւ Իրաքյան Քուրդիստանը, այսինքն քրդական գործոնը։ Սրան ոնց են նայում Իրանում, արդյոք իրականում վտանգ տեսնում են Ադրբեջանում բազավորված որոշակի ուժերից կամ համարում են, որ Ադրբեջանի տարածքը կարող է օգտագործվել Իրանի դեմ ցամաքային գործողությունների ժամանակ եւ քրդերի հանգամանքին, որովհետեւ այնուամենայնիվ Իրաքի քրդերը ամենքերպ նախորդ 40 օրյա պատերազմի ժամանակ փորձեցին հետ մնալ, ասելով որ մենք չենք մասնակցում այս պատերազմին, բայց արդյոք կարող են ընդհանրապես չմասնակցել Իրանի դեմ պատերազմին։ Ի վերջո իրենց այս տարածաշրջանում պահում են ամերիկացիները։ Հենց Թրամփը ասել էր, որ քուրդներին զինել է, որպեսզի ցամաքային գործողությունների ժամանակ իրեն մուտք գործեն Իրանում եւ ինչ որ չափով էլ ինչ որ խմբավորություններ փորձեցին պատերազմի ընթացքում որ մուտք գործեն Իրանը վնասազերծեց Ադրբեջանի տարածքը իհարկե նույն ձևի Իրանը վերահսկում է իր ամեն ինչով գիտի որ այդ պոտենցիալը ունի որ Իրանի դեմ
օգտագործվի, զգուշացումները միշտ ուղարկում է Ադրբեջան Բաքվի, պաշտոնական Բաքվի եւ եթե սխալվեն բոլը ինչպես Իրանը Իմարաթին, Բահրեյնին, Քուվեյթին հարվածես որտեղ որ Իրանից վտանգ է սպառնի, որ դարածքը լինի, որ երկիր է լինի, Իրանը թիրախավորում է դարածքը եւ իրավունք է պահպանում է Ադրբեջանը եւս, բայց այդքան լուրջ չեն վերաբերվում, որովհետեւ Ադրբեջանը այդ մակարդակը չունի, այդ մասշտաբը չունի, Դեպս որ տարածքը կարողանա կարող է օգտագործվել, չէ՞։ տարածքը կարողանա, եթե կարողանա նույն ճակատագիրը կարժանանա ինչպես Իմարաթը, ինչպես Քուվեյթ ու Բահրեյնը ու Կատարը։ Այսինքն իրեն գիտեն, եթե նման քայլ անեն, արդեն գետնի վրա, փորձի վրա տեսնում են, որ ինչ Տեսել են ինչ է տեղի տեսել են ինչ է լինելու։ Լավ, վերջին հարցը պարոն Հոսեյնի, հոգևոր առաջնորդ նորընտրյալ հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենի ճակատագիրը։ Ասում են հոր հուղարկավորությանը չեկավ, կնոջ հուղարկավորությանը չմասնակցեց։ Ինչ է այս մասով կա կասկած Իրանի հասարակության մոտ, որ գուցե ողջ չի առաջնորդ։ Չէ, նման կասկած չկա, որովհետև վերջը վերջո պետք է ճիշտը ասվի ու անժամանակ իշխանությունը խնդիր կունենա, նման խնդիր չկա եւ շատ վստահելի անձիկ միշտ վստահացրել են եւ հաստատել են իր ողջ լինելը։ Իհարկե մենք հիմա պատերազմի մեջ ենք եւ իր անվտանգությունի հելնելով պետք է նման կասկածները նաև Միացյալ Նահանգներով Իսրայելն ավելի բան անում աջացնում Իրանի ներսում, որբեսի Ստիփեն ինքը մի հատ դուրս գա եթերին եւ կարողանան իր տեղը գտնել։ Պարոն Հոսեյնի, գիտեք ինչու է կասկած առաջանում, արդար այսպես անկեղծ խոսենք։ Մենք շատ պատերազմներ ենք տեսել աշխարհում։ Տեխնոլոգիապես զարգացած երկրների պատերազմ ենք, ասենք տեսել ենք Ռուսաստան, Ուկրաինա, հա, Ուկրաինան, որին զինում է հավաքական արևմուտքը, տեխնոլոգիապես հետ չի մնում Ռուսաստան, եթե չասենք ինչ որ առավելություններ էլ ունի արևմտյան տեխնոլոգիաների հասանելիության։ Բայց Զելենսկին խնդիր չունի եթեր դուրս գալու, ինչ որ տեսաձայնագրություններ տարածելու։ Պուտինը խնդիր չունի տեսաձայնագրություններ տարածելու, հա։ Նեթանյահուն խնդիր չունի տեսաձայնագրություններ տարածել ինչ որ տարածքներում հայտնվելու, թեպետ Իրանն էլ տեխնոլոգիապես զարգացած երկրներից մեկն է, կարծեմ հնդյակի մեջ է տեխնոլոգիաների առումով։ Ոնց է ստացվում, որ միայն Մոջթաբա Խամենին չի կարողանում անգամ, չգիտեմ, տեսագրված տեսաուղերձ տարածել։ Այսինքն հոգևոր առաջնորդի համար իր իսկ պետությունը այդքան անվստահելի միջավայր է։ Ոչ, բայց ամեն դեպքում մենք տեսել ենք, որ շատ կարողացել են, շատ իրենց, եթե մենք ինչպես դուք նշեցիք, տեխնոլոգիապես զարգացած երկիր ենք, բայց մենք գործ ունենք Միացյալ Նահանգներով Իսրայելի հետ, որ իրեն բնականը ավելի զարգացած են մեզանից տեխնոլոգիապես եւ դրա հելնելով ռիսկային մակարդակը հաշվի առնելով նպատակահարմար են տեսնում, որպեսզի ինքը այդպես իր անվտանգությունը այդպես որ կա պահպանեն, որովհետև Միացյալ Նահանգները հաջող եղավ մի քանի անգամ Իրանի բարձրաստիճան փաշտոնյաները թերոր անի եւ տեղը գետնի, որը շատ իրենց անվտանգությունը խիստ էր անընդհատ տեղը փոխում էին եւ այդ տեխնոլոգիաների միջոցով իրեն կարողացան նույն ձևի կարողան Իրանի նոր հոգևոր առաջնորդը գտնեն, դրա համար անվտանգությունը քանի անգամ ավելի խիստացել է եւ իրենց նպատակահարման են տեսնում, որպեսզի այդպես չի երևա вообще։ Թիրիփի մասին էլ եթե ժամանակ կա, մի բան ավելացնեմ, մենք ցավոտ համ Հայաստանում, համ Իրանում
թրիփի վերաբերյալ ինչքան գենում է մենք ավելի մեր տեսլականները թրիփի վերաբերյալ Ամերիկայի վերաբերյալ մի քիչ ավելի անջատում է ավելի մեծանում է այդ հակասությունները ոնց որ երկու իրականությունի մեջ ենք ապրում Հայաստանում ներկայացնում են որ թրիփը այս զարգացման համար է այ անվտանգություն է բերում այլ դրախտ է դառնում թրիփով Հայաստանը եւ այլ իրականություն է Իրանում էր նույն դրախտ բերող ուժը Հայաստանում Իրանին դժոխտ է սանգանում եւ դժոխտ է խոստանում եւ մի քանի անգամ երեխաների սպանություն, երեխաների սպանություն քաղաքացիական ասրակ անձանց ամբողջ քաղաքակրթությունը կոչնչացնեմ Իրանում այդպիսի հայտարարություններով եւ այդ երկու իրականությունը եթե մենք չի կարողանանք իր հետ նստենք հասկանանք իրար այդ հակասությունները կավելի մեծանա եւ դա շատ վատ է մեր երկու երկիրների համար Հայաստանում պետք է հասկանան որ բոլոր Իրանը նույնպես վստահել էր իմարաթին նույնպես վստահել էր մեզ վստահացնում էին որ մեր դարածքը չի օգտագործում Իրանի դեմ բայց պատերազմի ընթացքում օգտագործվեց անգամ հայտարարություններ են չէ նաև Սաուդյան Արաբիայից որ մեր տարածքը չի օգտագործում թույլ չենք տալիս մեր օդային տարածքը օգտագործել այո բայց փաստը մնաց փաստը որ օգտագործեցին եւ Հայաստանի կողմը միշտ վստահացնում է Իրանին որ մենք թույլ չենք տալիս որ մեր տարածքը օգտագործի Իրանի դեմ բայց հարցը է Իրանը ինչքան էլ Հայաստանին վստահի այդ համաձայնագիրը երագում է Ադրբեջան ու ամերիկական Հայաստանին ասենք վստահեց Իրանը բայց մյուս կողմը Ամերիկա է ինչ անում Ամերիկային չի վստահում եւ դա խնդիրահարույց է Շնորհակալ եմ պարոն Հոսեյնի ամեն դեպքում խաղաղություն ենք մաղթում հարևան Իրանին Իրանը դժվար պահերին Հայաստանի կողքին եղել եւ իհարկե մենք հասկանում ենք խոսքը հանրության մասին է հասկանում ենք Իրանի մտահոգությունների մասին որ այս բային կարող են լինել իշխանության քաղաքական խմբերի գործունեության հետ դա հասկանալ է շնորհակալ եմ նույնպես ես հիշեցնեմ զրուցում էի իրանցի վերլուծաբան Ֆոյա Հոսեյնի հետ տեսություն կհանդիպենք